Ալեքսանդր Շիշկինի կողմից իրականացված փորձերի ընթացքում հայտնաբերվել է անհայտ բնույթի ճառագայթում կավիտացիոն գեներատորների շուրջ։ Նման ճառագայթումը կոչվել է տարօրինակ, այն հայտնաբերվել է տարբեր կառուցվածքներում և տարբեր նյութերի վրա։ Այս փորձերի ընդհանուր պահը պլազմայի ձևավորումն էր, որը տեղի է ունենում նվազագույն ծավալի էներգիայի կենտրոնացման արդյունքում։ Ալեքսանդր Շիշկինը ծնվել է Կիրովի մարզի Լուզա քաղաքում, 1948 թվականի նոյեմբերի 9-ին ավարտել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտը։ 1972 թվականի մարտից աշխատել է Միջուկային հետազոտությունների Միացյալ ինստիտուտի ռադիացիոն անվտանգության և ռադիացիոն հսկողության բաժնում, զբաղեցրել է ինժեների, ավագ ինժեների, արագացուցիչների ռադիացիոն հսկողության խմբի պետի, միջուկային պրոբլեմների լաբորատորիայի ֆազոտրոնի հերթափոխի պետի պաշտոնները։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն միջուկային հետազոտությունների Միացյալ ինստիտուտի ֆազոտրոնի ավտոմատացված հսկողության համակարգը թեմայով։ 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի վերացման մասնակից է և 49 գիտական հրապարակումների և 15 գյուտերի հեղինակ։ 2002 թվականի սկզբից սեփական միջոցներով իրականացնում է գիտական հետազոտություններ թափանցող ճառագայթման նոր տեսակի բնութագրերը, դրա բնութագրերի հայտնաբերումը և դրանից պաշտպանվելու եղանակների մշակումը թեմայով։